Սիրուն գունավոր սալատ է սարքել, կյանքս շատ լրիվ ձոր կայած է, կերճով անցկացրած, բոլոկյա, կաղամբա, վարունգա, չէ, կանաչ սող, լիքը, քացախ, աղ, սև պղպեղ, էլ ինչ, իս ինչ սիրուն է, կյանք, շատ։ Գնանք լնայինք, մեր Անահիտը ինչ սիրուն այգի է դրել։ Այս ոչ մի բան էստեղ ցանած չի, չէ՞։ Ահա, վարդերն են, այս վարդերը։ Վարդերից, էսի Անահի տնունի վարդերից եմ դրել, արմատ եմ ստացել, էսի կպելա, էսի թազաբան։ Արդեն դուրս է եկել, հա։ Ինքը որ մի քիչ ծաղիկները թափթամանա, եղանակը չի թողում։ Հա, իսկ այս կողմը, այս սրանք ինչ է։ Սրանք ինչ մայթերին որ դրած է, այսպես գունավոր, փոչ, դրանցից է։ Գորգինա սրանց մեջն էլ կա։ Դրանք գունավոր գորգինաներն են։ Այն դե եմ ցանեմ ճարան։ Գնանք նայենք հələ։ Լավ կամի այսօր։ Բայց տակ է։ Այս ինչ ծառերն են, էսը խնձորն է։ Հա, էսա կա։ Չեք դեղում։ Դեղ չեք անում ան։ Դեղ անում եք, հələ հիմա պետք չի դեղ անել։ Հա, բայց Վլադկը ոնց որ արեց իրանց։ Մի հատ փչել ենք, պետք է այսի սմարոդինա է։ Այսա լավ բռնել է։ Հա, այսի լավ բռնել է, մեծացել է այս տարի այս ճյուղերը։ Հազարը ծանրությունից կախվել է։ Այս երևի արժի սենց կապել, չէ՞, թելով, թե իմը։ Կապել։ Հա, որ չկոտրվի էլի։ Կարելի է կապել, ճիշտ է, դու թելվերը կապեն։ Գնանք այն կողմը նայենք։ Այս կողմեն ինչ է, ֆուկտորն է ու Քախանով։ Կարտոշկան։ Մեսիա գորգինաներս։ Հա։ Հա, սրանք։ Չէ, այս կարտոշկա չի։ Չէ, էսի գորգինա։ Վայ, ոնց որ լնայի։ Չէ, իմը սենց չի։ Իմը մի քիչ ուրիշ բաներ են, տերևները ուրիշ են։ Կարողա տեսակն է տալի։ Այս ռեհանն է։ Էսի ռեհան է շիթիլարը, բերել էին պանուտից։ Սրանք էլ պամիդոր են դրել, էի կարկուտը խփեց, հիմա այս 3-4 հատ է մնացել։ Հա։ Դրանք հələ ինչ կլինի։ Կմեծանա, հա։ Կարտոշկեն, ծառերը ինչ սիրուն են։ Ծառերը ինչ, բայց շատ լավ է, ինչ է եղել։ Ծառերը ինչ սիրուն են աճել, չէ։ Շատ սիրուն է։ Էսի անանուխ, էսի Երևանից են իվարկե դրել են, սրա մոտ։ Հա, իրոք, որ ես ինչ ուժը հոտ ունի։ Շատ անուշ է հոտը դրա։ Իսկ թողեմ գալով տարի մի քիչ շատանա նոր կհավաքեմ։ Էս ինչ թազա գրիշկա սաղ քամի տարի։ Հա, սրանք լրիվ նոր։ Բանով սաղ փոխվեց։ Հա, դրանից հետո։ Բայց ոչ մի սուբսիդիա բան ժողովուրդը չստացան, չէ։ Բացարձակ։ Իրանց մարդիկ իրանց միջոցներով լրիվ նորից սարքեցին։ Սրանք էլ սխտորի միջիներ երևի շուտ է, չէ՞։ Հանում թթու ես դնում։ Դու չի հանում։ Գցում ես։ Մամաս թթու էր դնում ան։ Մի անգամ դրել էի սենց կտրտած։ Մարինադ էի արել, ոչ թե թթու։ Տենամ, եթե խելքս այս տարի տեղնելն։ Ժամանակ ունենաս, զբաղված ես էլ նոր ժամանակ ունենաս։ Կարող է անեմ։ Ստե շատ սիրուն է եղել ես ծառերը սենց սիրուն շարքով։ Հետո ես սկզբից ցանում էի, հետո տեսա որ էլ խանգարում եմ ծառերին, ես իրանց իրանքնձի ավելի լավ է սենց, հա։ Մի քիչ էլ մեծանա կարելի է ճոճ կապել, չէ։ Ճոճ դե ունենք, ուրա չենք կարա։ Քամինացած տարի ջարդեց մեր ճոճը։ Հա։ Ասել եկեղեցին։ Ծարավա երևի հորթուկը։ Շիճուկ ա ուզում, ջուր չէ, սուրա բա։ Ես շոքին դուրս է եկել, փախել է։ Փախել, մարդիկ դրսում աշխատում են այգում։ Հա, էս ծարավ, էս հորթուկ։
Վայ, զգուշ, գցես։ Հա, ծարավա։ Որելի դուրս չկա, բայց ոնց է դուրս եկել։ Ըստից մտնում է այս արտը, Հա։ սովորավեսը։ Ընդեղից էլ դուրս է գալիս։ Սիրում է, հա, այս շիճուկը։ Ոնց է ստարվա հորթերից չխմում։ Հորթուկ ջան։ Աղունիկներին էլ կետամ նկարես։ Ուր են աղունիկները։ Ներսը, սպասիլը։ Արի ես հորթողակի քեզի չլիզի միզի։ Հա, կարող։ Հա, ստեղ ես տալիս կերը, ինձ թվաց ներսն ես տալիս։ Խմեցիր հորթուկ։ Բա հավերը չեն գալիս ուտեն։ Էսա գալիս են։ Այն էլ եկա։ Սիրուն սպիտակ աղավնի է։ Քիչ էր հորթուկ։ Էսա նայան, խմեց վերջացրեց։ Քիչ էր երևի իրան, բայց դու ծակոպին, Էրիկա։ Այնա մի հատ աղավնին էլ ընդեղա։ Էսա նայք, աղավները գալիս են, ինչ էլ հասկացող են, չէ։ Վայ, ինձ սիրուն են, լրիվ սպիտակ են, հա։ Վայ։ Համերաշ իրար հետ կեր են ուտում։ Հորթուկ չվախացնես հավերին։ Անկանի հատ աղունիկ ունեք։ Հա։ Լնայ հորթուկին։ Վերջացիլ այ հորթուկ։ Են մի հավը ջղայն եկավ։ Մի րոպեստ է։ Նրանք չիչան ուտեին։ Նա ես այլի դուրս կգա։ Չի կշտացել։ Նավեկը որ անգամ եկի տեսել է, որ թրցրել են աղունիկի։ Ասում ենք պապին ոնց արեց։ Ես լոբիա չէ։ Լոբիա կարկուտը խփած լե ինչ էլա։ Հենց լավ էր հելը։ Կարտոշկան ջրել է։ Հա։ Ան սրանից թե դու էինք է դնում ես դու։ Թե չէ։ Դրա այդ կոքերը չեն, որ Հողից։ Էսի բան ղմիներ, շուշաններ։ Հա, ինձ թվաց էսին մյուսներ, ծաղկելա մեծ, մի քիչ։ Սիրունա կանաչ, լենչ հաճելի է։ Բնությունը շատ սիրուն է։ Լավ քամի է, բայց տաք է։ Գնանք մի քիչ քայլենք բնության մեջ։ Ձեզ էլ ցույց տամ, գիտեմ որ հետաքրքիր է։ Կակաչը։ Վաղինակն էլ իր սամակատով գնում է։ Բարի օր ժողովուրդ ջան։ Արևային ակնոցներս մոռացա վերցնեմ, բայց արժեր վերցնել։ Ահագին տաք է, ուղղակի քամի կա։
Այսօր հիշել միկրոֆոնը վերցրել եմ, որ մեքենաբանի աղմուկը չխանգարի, քամուձայնը չխանգարի, հուսամ ստացվում է։ Տեսեք, չեմ կարող նայեմ կամերային։ Վաղուլը սառը ջուր խմեց։ Այս կողմը շատ սիրուն է սարքած։ Լավ, գնանք այն կողմ, հետո կգանք, հա, գանք հետո կնկարեմ, շատ սիրուն է, ցույց կտամ։ Այս որ դպրոցն է։ Քանի հատ դպրոց կա ապարան։ 3 հատ։ Այս ցախ կողմի շենքը եկեղեցի է եղել։ Էսի առաջվա հիվանդանոց։ Հա։ Շատ ամենաառաջի։ Բայց լավ է որ չեն քանդել։ Կարող է վերանորոգեն ուրիշ բան սարքեն։ Որ գետնա։ Քասա։ Այն սիրուն է։ Քասա գետը ոտքի ստակ։ Ջուրը լավ պղտոր է։ Ու քիչ է ջուրը։ Անձրևներ չկան, որքան գետներ կհորդանա։ Ձուկ եք բռնում երեխեք։ Ինչ ձուկ կա այս ջրի մեջ։ Հա։ Զգուշ եղեք չընկնեք, երեխեք ջան։ Դեռ ասում բռնում երեխեք, այնա տոպրակի մեջ։ Բայց քիչ է ջուրը, չէ՞ գետի ջուրը։ Ինքն հարար է, նոր Հա։ ամուսնը։ Շատ սիրուն է բնությունը։ Էսա աթարները սարքում վառում են մարդիկ էլի։ Այսինքն մարդ կա, որ հələ աթարով է տաքացնում, գազ չի։ Ոյ, սիրուն թիթեռներ են, ժողովուրդ, նայեք։ Հայաստանի բնությունը, Հայաստանի թիթեռները։ Սիրուն։ Ինչքան էինք տանջվում այդ աթար բաները։ Շուռ էինք տալիս։ Մենք էլ ենք արել, շատ չէ, բայց արել ենք։ Դե առաջ շատ առաջ աթարով էր վառում, ածուխ էր Հա։ վառում, չէ՞, այդ աթարով մենակ թոնի մոնիր էին Հա։ վառում։ Հա։ Հետո այս հաստղելը կտրվավ են բաղում, որ փեջերին սաղ սկսեցին աթար վառել։ Հա։ Մամաս էլ միշտ թոնիրով հաց էր թխում։ Հա, մենք էլ ենք մամաս թխում շատ համով, շատ լավ հաց։ Շատ համով իմ մաման էլ հաց էր թխում, գաթա էր թխում թոնիրով։ Ուրա հատուկ հանի։ Ուրսի սեզոնը։ Այս դքերին կարող ալնի։ Չբարձր բանի վրա են տները սարքել։ Գնահատենա վարոտը կարա չրթես բացես, վա։ Վարոտը շես բրթես։ Ամիսիկը վարոտը կդաց, չէ դուր բացում։ Կակաշները վայրի։ Շատ սիրուն է բնությունը։ 4-5 տարեկան ծառեր են։ Սրանք Արկուտը թափեց, հիմա սրանց վրա մի քանի էսի սալորա։ էս սալորա կա։ Տեսնենք բերք ունենք սալորի։ Կարկուտը թափել է։ Չլնի, եկած աղկել էր, բայց սրա վրան բերք չեր եղած։ Չէ։ Էդ էլ է սալոր։ Էս էլ է սալոր։
Լսա փոքր կա, բայց Կա։ կարողացան չթափեն, այդպես նոր է։ Բայց այն նոր մի ասես մեծ Մոնտաժելու ժամանակ տեսա, որ ձայնը խնդիր կա։ Ոնց ա եղել, որ ձայնը կտրվել է, ես էլ չգիտեմ, կներեք ժողովուրդ ջան, բայց այնքան սիրուն բնություն է, այնքան սիրուն պատկերներ է, որ ես կթողնեմ դուք նայեք, չեմ կտրում այս հատվածը, որ նայեք։ Ինչ սիրուն բնություն է գետի մոտ։
ապարանի Սուրբ Խաչ եկեղեցին իր անունը ստացել է այդտեղ պահվող տերունական խաչափայտի մասունքից։ Ակնատեսների վկայությամբ այն գոյություն է ունեցել մինչև մեծ անաստվածության տարիները եւ այժմ անհայտ է գտնվելու վայրը։ Այս աղոթատունը գործել է մինչև 20-րդ դարի 40-ական թվականները, չդադարելով նաև գործել բոլշևիկյան տարիներին շնորհիվ Տեր Ռաֆայել քահանայի։ 40-ականների վերջին այն պղծվել է, քանի որ այն օգտագործել են որպես կոլտնտեսության պահեստ, բայց 1959 թվականին վերադարձվել է բնակավայրի ծխական համայնքին, շնորհիվ ծխական համայնքի խորհրդի եւ նրա նախագահի Դարբին Սենո Մայիլյանի։ 1796 թվականին Էրզրումի վիլայեթի Դութախ բնակավայրի քահանատեր Հարությունը Գերդաստանով տեղափոխվում է Արևելյան Հայաստան եւ հանգրվանում է այդ տարիներին գրեթե ավերակ ապարան գյուղում։ Նրա մահից հետո նրա որդիները իրենց միացած գաղթականների հետ 1816 թվականի մայիսին հիմնվում են ապարանում, նորոգելով Սուրբ Խաչ եկեղեցու հարևանությամբ գտնվող մի քանի տներ։ Սուրբ Խաչ եկեղեցին կրկին վերազարթնում է 19-րդ դարի իր առաջին քահանատեր Մարտիրոսի եւ նրա շուրջը համախմբվող ծխական համայնքի աղոթքներից։ 1860 թվականին վախճանված Տեր Մարտիրոսին փոխարինում է նրա որդին Տեր Սահակը, քահանայագործելով եկեղեցում մինչև 1918 թվականը իրեն լծակից ունենալով կրտսեր եղբորը Տեր Ռաֆայելին։ Վերջինս ձեռնադրվել է 1902 թվականին Ձեռամբ Խրիմյան հայրիկի։ Տեր Ռաֆայելի աղոթքներով բժշկվում էին հիվանդներ, դարձի ու ապաշխարության ճանապարհը բռնում հանցագործներ, ավազակներ։ Վաղինակիս ակվարիումը, ցիկները, Վաղինակ ջան, ցիկները տանուն ունեն։ Չէ։ Չունեն։ Առաջին օրը բերեցի 12-3 հատեր։ Հիմա քանի հատ են։ Քիչ, հատ են քչացել։ Փոքրերին, մեծերը փոքրերին կերել են։ Կերել են, հա։ 220 կելա մեծը։ Օրը երկու անգամ կերեք տալիս։ Հա, մեկը առավոտինի, մեկը ժամը 7-ին։ Հա։ Երևանում ենք արդեն ատամներիս համար եմ եկել, վերջացրինք էստեղ անձրևատ կամած գալիս, հիմա ուզում ենք գնանք միտեղ հաց ուտենք, Վաղինակը հետներ սա ուզում է խաղա, միտեղ տանենք իրան էլ զբաղացնենք, թեթև գլխացավ ունեմ, երևի այս եղանակի հետ է կապված անձրև, անպամած, բայց նենց լավ փով եղանակ է։ Այդպես ժողովուրդ ջան, շրտուտներս լավ դուրս տված է, հենց նոր բժիշկ մի տեղ ասեց, որ կսեմ, կգնամ վերցնեմ, բայց թե կամ պետք է հիվանդանայի, կամ պետք է սենց դուրս տար, երևի թե այս ավելի լավ էր, քան թե հիվանդանայի, օդի փոփոխությունից եղավ հաստատ։ Հիմա տաքսում ենք սպասում, ընթացքում երևի կմիացնեմ ձեզ, ցույց կտամ, ուր ենք գնում, ինչ ենք անում։ Նստել ենք հաց ուտելուցքի, չգիտեմ էլ ձայնս կլսեիք, չէ՞, լսի ուզում եմ ցույց տամ ինչ ենք պատվիրել։ Ուզբեկական փլավ, հավի մսով ու այստեղ էլ աղցան է, քամած մածունով։ Հիմա մենք ուտենք, շատ աղմուկ է ու սառն է այստեղ։ Ինչ աղցան է, բայց չգիտեմ, ոնց որ փեթակի մոտ ենք մենք հիմա։ Քան նորակառույց շենքեր կան, նայեք, ծաղկում են, լիքը։ Արշակունյաց փողոցի վրա ենք։ Կանաչ, շատ սիրում ծառայս, շատ լավ։ Բայց ինչ ծառա չգիտեմ։
նստարանի շենքա, Շենգավիթի նստավայր, այստեղ էլ սիրուն այգի կա։ Մենք նստեցինք, հաց կերանք, տեսականին շատ էր, ամեն ինչ կար, ընտրեցինք, լիքը մարդ կար ու սառներ, բայց կոնդիցիոները միացրած էր սառներ։ Հիմա եղանակը ինքան լավն է, զով, շատ հավես եղանակ է Երևանի համար անսովոր։ Հիմա քայլում ենք, ուզում ենք քայլենք մի քիչ նայենք, հնարավոր է մինչև տունել քայլենք, ոտքով գնանք, դա հեռու չի, երբ մի կես ժամ ենք քայլելու, համ կտեսենք, մեր համար զբոսնենք, տեսենք, շատ սիրուն այգի է, հիմա ձեզ էլ ցույց տամ։ Մշակված սիրուն այգի է։ Ես ուր գնամ այգիներով եմ հիանում։ Սիրուն այգի է, նստարանները դրած, այստեղ խոտը, բայց կարան ջրեն, հա, էսա կա բաները այդ միացրած է, շլանգները միացրած են, կարան ջրեն, տեղն էլ է խոտը։ Մաքուր այգի է։ Գնամ մի հատ ջուր խմեմ։ Համով ջուր է։ Իսկ դուր է գալիս այս ջուրը, մարդկա դժգոհում է Երևանի ջրից, դե ապարանի ջրի հետ չես համատի, բայց թե լավն է։ Բայց իմ համար անգամ այս ջուրը սառն է, այս արձանը, Շենգավիթում ենք, ժողովուրդ ջան, հեսա ցույց տամ արձանը։ Հայ օգնության միություն, ժողովրդիս հետ, ժողովրդիս համար, հուշարձան ինչ, հուշարձան նվիրված հոմի 100-ամյակին։ Գնացինք, այնտեղ ոնց որ խաղալու տեղ կա, խաղահրապարակ կա, գնանք, Պաուլը խառնվել է իրար, խաղալու բան ա ուզում։ Շուշանիկ Գուրղինյան։ Լավավոր հեծանվորդ կա, կարծեմ 2 անգամ եմ տեսել հեծանվորդի։ Մեկը մի հատ մարդ գործեր գնում, հեծանիվով, ընդմիջման համար ուտելիք էր տանում, երևաց ամանով ուտելիք էր տանում, մեկ էլ էս մարդը, տեսեք էդ սիրուն այգի է, շատրվաններով, խաղալու տեղեր կան երեխեքի համար։ Հրաշք տնակ, սենց ճամբարի բաներ կա, մենք որ երեխա էինք, սենց կանֆետի թղթերով էինք սարքում, կպցնում, ճամբար էինք սարքում մեր համար։ Այստեղ էլի փոքր կարուսելներ բաներ կան, դատար կա։ Ընդհանուր շատ սիրուն է, բայց այգին շատ դուրս եկավ։ Ինչքան շատ թեթի ծառ կա, մի հատ էլ համ տեսեմ ծառից քաղած մաքուր անարատ թի։ Շատ քաղցր չի, բայց լավն է։ Շատ կան թեթի ծառեր։ Այսինքն քայլում ենք այգով, լիքը թեթի ծառեր են, սև ու սպիտակ թեթեր։ Քայլում ենք Երևանի փողոցներով, այդքան չեմ նկարում, որովհետև վայելում եմ, պաղպաղակ ենք վերցրել, մեր համար քայլում ենք, պաղպաղակ ենք ուտում, շատ մոտ ցայտաղբյուրներ են դրված, ջուր ենք խմում, վայելում ենք կարճ ասած Երևանը։ Կինոպարկ։ Հիմա երևի չենք մտնի։
Արդեն հոգնել են գնանք տուն, հետո կգանք։ Հյուրանոց։ Հայրենի կինոթատրոնն է։